Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է ուրեմն հայոց ցեղասպանության ժխտումը Հայաստանի մեջ եւ որոշ եվրոպական պետությունների մեջ։ Մայիսի 22-ին 25 թվականին Հայաստանում չի ընդունվել հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծ։ Հայաստանում որոշ փորձագետներ սկսեցին ասել, բասեն ոնց կլինի վայ, բայց չէ որ անգամ Ֆրանսիան է իբր ընդունել հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը, իսկ Հայաստանում չեն ընդունում հայոց ցեղասպանության ժխտման, ուրեմն չեն քրեականացնում հայոց ցեղասպանության ժխտումը։ Ես այս փորձագետներին կասեմ, որ նրանք սխալվում են, եթե չօգտագործեմ ստում են, նրանք ոչ կորեկտ են արտահայտվում, որովհետև Ֆրանսիայի սահմանադրական դատարանը Ֆրանսիայում դա ամենաբարձր հաստատություն է, մերժել է 2017 թվականի հունվարի 27-ին նա չեղարկել է հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայի մեջ։ Այո, Ֆրանսիան չի քրեականացրել հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայի մեջ 2017 թվականի հունվարի 27-ին։ Հիմա ասենք մնացած կարևոր պետություններին, որոնց վրա Հայաստանում սիրում են հղում անել, սիրում են հույսներ դնել եւ սիրում են մատնացույց անել, դրանք ուրեմն Գերմանիան է եւ ԱՄՆ-ն, հայերի սիրած ԱՄՆ-ն, հայերի սիրած Գերմանիան, հայերի սիրած Ֆրանսիայի մասին ես նոր ասացի։ Ուրեմն հայերի սիրած Ամերիկան 2017 թվականին նույնպես չի քրեականացրել հայոց ցեղասպանության ժխտումը, պատճառաբանելով, որ դա ազատ խոսքի իրավունք է եւ ամեն մարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը հայոց ցեղասպանության մասին եւ Ամերիկայում ցանկացած քաղաքացի իրավունք ունի ժխտել հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ, որովհետև դա ուրեմն ցեղասպանության մասին հայտարարությունները դա ընդամենը հայերի կարծիք է։ Եվ պետք է լսել նույնպես Թուրքիայի կարծիքը, Թուրքիայի ժողովրդի կարծիքը։ Իրադարձությունների մասին 1915-23 թվականների վերաբերյալ Թուրքիայի կարծիքն էլ է կարևոր, թուրք ժողովրդի կարծիքն էլ է կարևոր, ու միակողմանի չի կարելի նայել ցեղասպանության ուրեմն վրա եւ քրեականացնել ցեղասպանության, հայոց ցեղասպանության ժխտումը, այս էլ ձեր սիրած ԱՄՆ-ն։ Ու մինչ այսօր ԱՄՆ-ում չի քրեականացրել հայերի ցեղասպանության ժխտումը։ Կրկնում եմ, Ֆրանսիան էլ է մերժել, չեղարկել է օրինագիծը 17 թվականի հունվարի 27-ին չի քրեականացրել հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայի մեջ։ Հիմա ասենք Գերմանիային, Գերմանիան ընդունել է ընդամենը resolutions, հուշագիր ցեղասպանության մասին, բայց Գերմանիան նույնպես չի ընդունել ոչ մի նախագիծ, որի հիման վրա կքրեականացվի հայոց ցեղասպանության ժխտումը։ Դեռ որ էս ասեմ, որ թվին Գերմանիան դեռ 17 թվին, չէ 12 թվականից, Գերմանիան 12 թվականից մինչ այսօր չի քրեականացրել հայոց ցեղասպանության ժխտումը։
Պատճառաբանով, որ դա մարդու իրավունք է եւ ազատ կարծիք հայտնելու իրավունք է, կամ հրապարակավ, կամ մտածել, որ ցեղասպանություն չի եղել եւ Գերմանիան չի պատրաստում սահմանափակել Գերմանիայի մեջ մարդու ազատ խոսքի մարդու իրավունքը։ Հիմա անցնենք հայերի սիրած եվրոպական դատարանը, մարդու իրավունքների դատարանը, որը նույնպես 2015 թվականի հոկտեմբերի 16-ին նույնպես որոշեց, որ չի կարելի քրեականացնել հայոց ցեղասպանության ժխտումը, որովհետև դա սահմանափակում է մարդու իրավունքները ազատ խոսալու մասին։ Եվ ամեն մարդ իրավունք ունի արտահայտել հրապարակավ իր կարծիքը հայոց ցեղասպանության վերաբերյալ, անգամ իրավունք ունի ժխտել հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ։ Էս էլ ձեր սիրած ԱՄՆ-ն, ձեր սիրած Եվրոպական մարդու իրավունքների դատարանը, էս էլ ձեր սիրած Ֆրանսիան, էս էլ ձեր սիրած ԱՄՆ-ն, որոնք միաձայն չեն քրեականացրել հայոց ցեղասպանության ժխտումը իրենց երկրների մեջ։ Սրանք փաստեր են, փաստաթղթեր են եւ ոչ ոք իրավունք չունի ասել, որ այսպիսի փաստաթղթեր չկան, որ այսպիսի որոշումներ չեն եղել, բայց ես ես ասեմ, որ այս երկրներում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում քրեականացվել է հրեաների ցեղասպանության ժխտումը, ի հակառակ հայերի ցեղասպանության ժխտմանը։ Այսինքն այս երկրներում չի կարելի ժխտել հրեաների ցեղասպանությունը, բայց կարելի է ժխտել հայերի ցեղասպանությունը, հրապարակավ անգամ կարելի է ժխտել։ Էս էլ ձեր սիրած Ֆրանսիան, հայերի սիրած ԱՄՆ-ն, հայերի սիրած Գերմանիան եւ հայերի սիրած Եվրոպական մարդու իրավունքների դատարանը։ Շնորհակալություն։